Գյուղական այն դպրոցներում, որտեղ ուսուցչի թափուր հաստիքներ կան եւ չեն լրացվում, էլեկտրոնային դասավանդում են իրականացնում մենթոր դպրոցների մասնագետները։ Ըստ նախարար Անդրեասյանի, այժմ 96 գյուղական դպրոցների 5250 երեխա այս միջոցով առարկաների դասավանդում է ստանում 190 ուսուցչի կողմից։ Ոլորտի փորձագետները, սակայն, մտահոգություն են հայտնում դասավանդման այս մեթոդի արդյունավետության վերաբերյալ։ Շատ դպրոցներ իրենք նույնպես բողոքում են այդ իրավիճակից, որովհետև նրանք գտնում են, որ ավելի լավ է ունենալ թեկուզ ոչ մասնակետ ուսուցիչ տեղում, քան թե կազմակերպել այդպես հեռավար դասեր, որոնց արդյունավետությունը ոչ միայն Հայաստանում, ընդհանրապես ամբողջ աշխարհում կասկածի տակ է դրվում։ Մանավանդ եթե այնպիսի առարկաներին է վերաբերվում, որոնք օրինակ փորձարարական ինչ-որ բաղադրիչ ունեն, բնագիտական հատկապես առարկաներին, ընդհանրապես թույլատրելի չի նման ձևով դասեր վարել։ Հեռավար դասապրոցեսները ոչ միայն անարդյունավետ են ըստ փորձագետի, այլև հավելյալ անհարմարություններ են առաջացնում։ Օրինակ, երեխաների ուշադրության կենտրոնացումը կամ հանձնարարությունների ստուգումը առանց ուսուցչի օգնականի գրեթե անհնար է իրականացնել։ Ուսուցչի օգնականը պետք է նաև վերահսկի։ Ուսուցչի օգնականը լինում է դասարանում, որպեսզի երեխաների կարգապահությանը հետևի, մեծ էկրանի առաջ նստում են աշակերտները, իսկ մյուս կողմը դե ուսուցիչն է անվատասան մետոդ դպրոցից ու իրականացնում է դասապրոցես։ Կետանի շփում բացակայում է դեպքում, որակի առումով էլ դա էլի ազգում է։ Խախտվում է երեխայի կրթության իրավունքը ըստ փորձագետների։ Արդեն մի քանի տարի է, ինչ դպրոցներում ուսուցիչների զգալի պակաս կա, հատկապես հեռավոր եւ սահմանամերձ գյուղական բնակավայրերում։ Եվ չնայած կրթական գերատեսչությունը հավելավճարներ է սահմանել գյուղական համայնքներում դասավանդող ուսուցիչների համար, այդուհանդերձ թափուր հաստիքները այդպես էլ չեն կարողանում լրացնել։ Հատվել են կարմիր գծերը ըստ մասնագետների։ Մենք այնքան ենք այդ գիծը անցել, կարմիր գիծը, որ այդ մարդիկ չենք էլ կարող գտնել, որ բոլոր մեր թափուր հաստիքները լրացնեն։ Վերջին 5-6 տարվա ընթացքում բուհեր չեն ընդունվել եւ նշանակում է չեն ավարտել համապատասխան մասնագետներ։ Այն մասնագետները, որոնք կային մեր 1400 դպրոցներում, նրանց զգալի մասը անցել է թոշակի կամ ոլորտն է թողել եւ կամ փոխել, եւ դա է պատճառը, որ նույնիսկ ամենալավ պայմանները հիմա առաջարկվի ուսուցիչների։ Նրանց թիվը ուղղակի չի հերիքի, որպեսզի լրացնեն բոլոր թափուր հաստիքները։ Սարսափի տենդենսը այն է, որ գնում են օրինակ Երևանում սովորում են ու շատ դեպքերում ընդունում են Երևանում աշխատանքի չեն գալիս համայնքներում։ Իրենց կյանքը չեն պատկերացնում երիտասարդները համայնքներում աշխատել, գործունեություն ծավալել։ Փորձագետների դիտարկմամբ հենց սա է նաև պատճառը, որ կրթության նախարարությունը արդեն երկրորդ տարին է, ինչ բարձրագույն կրթություն ստացած, բայց մանկավարժական կրթություն չունեցող մասնագետներին հնարավորություն է ընձեռում կրեդիտներ հավաքել եւ աշխատել որպես մանկավարժ։ Միաժամանակ խնդրի կարգավորման համար մասնագետներն առաջարկում են մենթոր դպրոցների ուսուցիչներին գործուղել գյուղական դպրոցներ, թեկուզ մեկ ամսով ու խտացված ծրագրով դասավանդելու, բայց ոչ երբևէ հեռավար կրթությամբ ուսուցանելու։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։